Բարև ձեզ, եթերում շաբաթվա տեսությունն է։ Օրերս Նինոցմինդայի վարչության շենքում Վրաստանի խորհրդանի մեծամասնական եւ համամասնական պատգամավորները հանդիպում ունեցան շրջանի հանրային ծառայողների հետ։ Հանդիպման ընթացքում պատգամավոր Հենզել Մկոյանը ներկայացրեց նորաստեղծ սահմանադրական հանձնաժողովի գործունեության մասին, միևնույն ժամանակ տեղեկացավ, թե ինչպիսի խնդիրներ կան քաղաքում եւ գյուղերում։ Այսօր Նինոցմինդայի վարչության շենքում կայացավ Վրաստանի խորհրդանի մեծամասնական եւ համամասնական պատգամավորներ Հենզել Մկոյանի եւ Սամվել Մանուկյանի աշխատանքային հանդիպումը շրջանի հանրային ծառայողների հետ, որի ընթացքում քննարկվեցին այն հարցերը, որոնք այսօր առկա են եւ անհանգստության տեղիք են տալիս ինչպես ղեկավար մարմիններին, այնպես էլ շրջանի բնակչությանը։ Հիմնական քննարկվող եւ վերլուծական հարցերն էին այն բոլոր շինարական աշխատանքները, որոնք իրականացվել են 2016 թվականում։ Ներկայացրի նրանց ինֆորմացիա վերջի իմ կատարած աշխատանքների մասին որպես պատգամավոր, որովհետև գիտեք, եթե առաջ արդեն 40 գյուղեր Նինոցմինդան մի քիչ հեշտ էր, բայց հիմա արդեն ավելացել է Ախալքալակի գյուղերը, նույնիսկ Բորժոմի եւ Ծալգայի գյուղերից են ինձ ուրեմն մոդենում տարբեր խնդիրներով 130 գյուղից ավելի ուրեմն գյուղեր տարբեր գյուղի ներկայացուցիչներ ինձ մոդենում են տարբեր խնդիրներով, ես ուզեցի ասել, որ ասենք ժամանակը շատ քիչ է, որովհետև այս վերջերս նույնիսկ հունվար ամիսը, որ պարլամենտը հանգստանում է, մեր այս սահմանադրական կոմիսիան, որի ես անդամն եմ մշտական, ամեն շաբաթ 2 օր նիստ անում 5 շաբթի եւ ուրբաթ օրերը, դա պարտադիր է այնտեղ գտնվելը, որովհետեւ մինչեւ ապրիլի վերջ պետք է այդ ուրեմն սահմանադրական լրիվ փոփոխությունները ուրեմն վերջնականապես որոշում կայացնի այդ հանձնաժողովը ու տա պարլամենտին, որովհետեւ պարլամենտը մայիսին արդեն այդ որոշումները ուրեմն ընդունի, որովհետեւ դուք գիտեք, որ այս տարի տեղական ուրեմն մունիցիպալիտետի ընտրություններն են, բացի դրանից այդ սահմանադրական փոփոխությունները վերաբերվում են նաև երկրի նախագահին, որը ուրեմն մեծամասնությունը ուզում է, որ անպայման այդ երկրի նախագահին ընտրի պարլամենտը, որովհետև մենք գնում ենք դեպի պարլամենտական երկիր ավելի շատ, քան թե նախագահական, ու դրանից բացի մենք պետք է պարլամենտում փոփոխություններ անենք, որովհետև օպոզիցիան խնդրում է, որ մեծամասնական պատգամավորները 2020 թվականին չլինեն, իսկ մեծամասնությունը, քանի որ ունի բացարձակ սահմանադրական մեծամասնություն, բարձրացվող կոնստիտուցիի, նրանք էլ ուզում են, եթե այդպես է գոնե անենք, ոնց է կոչվում, դուխ պալատն էլի, վերխնը, պալատը եւ նիժնի։ Ուրեմն այդ հարցերն են, բացի դրանից դատավորների հարցերն են, ես այդ ինչի ներկայացրի ժողովրդին, որ ասեմ, որ շատ ծանրաբեռնված ենք մենք պատգամավորներս, նույնիսկ մեր արձակուրդի ժամանակ ենք աշխատում, պլյուս այդ գյուղերը շատ շատացել են, 1-ից 3, 130 գյուղ տարբեր գյուղերից, այդ ինֆորմացիան ես նրանց ներկայացրի։ Հանրային ծառայողների հետ հանդիպումից հետո Հենզել Մկոյանը իր աշխատանքը շարունակեց ընդունելություն կատարելով բնակիչներին։ Ու մեր այն հարցին, թե արդյոք հաճախ են լինելու նման հանդիպումները, պատգամավորը նշեց. Չնայելով ծանրաբեռնված աշխատանքային գրաֆիկին, նմանատիպ հանդիպումներ մեր երկու պատգամավորների կողմից լինելու են հաճախակի, ինչպես հանրային ծառայողների հետ, այնպես էլ բնակչության, որպեսզի կարողանանք համատեղ ուժերով լուծել այն բոլոր խնդիրները, որոնք այսօր կան մունիցիպալիտետում ու շրջանի քաղաքացիների մոտ։ Արդեն մի քանի տարի է, ինչ քաղաք ունի նոր մանկապարտեզի կարիք, այդ իսկ պատճառով քաղաքացիները դիմեցին ինչպես շրջանի վերադասին, այնպես էլ խորհրդարանի պատգամավորին, որպեսզի նախկին Աշալույս թերթի շենքը հատկացվի որպես մանկապարտեզ, քանի որ ներկայումս գործող Ծիծեռնակ մանկապարտեզը իր տարածքով չի բավարարում, որպեսզի բոլոր երեխաները հաճախեն մանկապարտեզ։ Այն, որ քաղաք այսօր ունի նոր մանկապարտեզի կարիք, դա ակնհայտ է բոլորին, քանի որ ներկայիս գործող Ծիծեռնակ մանկապարտեզը իր ունեցած հնարավորություններից ելնելով չի բավարարեցնում, որպեսզի քաղաքի բոլոր մանուկները կարողանան հաճախել։ Այս մասին 2017 թվականի բյուջեի հաստատման ժամանակ ներկայացրեց Վճռավարական կազմակերպության ներկայացուցիչ Աղասի Զալալյանը եւ խնդրեց ու առաջարկեց, որ սույն թվականին տեղի վերադասը նախաձեռնի միջոցներ, որպեսզի նախկին տպարանի шенքը ծառայի որպես мանկապարտեզ։ Вопрос детского сада остается нерешенным. Детский сад у нас перегруженный, очень много болезней там случается, не потому что там не чисто, не убирать, нет, там чисто, аккуратно все.
просто нормативы. В одной комнате не можно, чтобы столько детей было. Ведь это наши дети, наши внуки, ваши пойдут. Мест не хватает, чтобы сейчас в детский сад пойти, нужно с 1 класса в очередь встать, чтобы твой сын в детский сад пошел. Հիշեցնենք, որ 2016 թվականում տեղական բյուջեից գումար տրամադրվեց Աշխալույս թերթի նախկին տպարանի վերանորոգման համար, որը նախատեսված էր օգտագործել որպես նոր վարչության շենք։ Նախատեսված գումարի սահմաններում աշխատանքները կատարվեցին ժամանակին ու որակյալ, սակայն քաղաքի բնակիչները ցանկացան եւ խնդրեցին ղեկավարներից ու Վրաստանի խորհրդանի падգամավոր Հենզել Մկոյանից, որ վերոնշյալ շենքը ոչ թե օգտագործվի որպես գամգեոբա, այլ մանկապարտեզ։ Չէ՞ որ այսօր 60%-ից ավելի փոքրիկներ չեն կարող գնալ մանկապարտեզ մի պարզ պատճառով։ Տեղերը սահմանափակ են։ Այս ամենի մասին տեղեկանալով խորհրդանի падգամավորը երեկվա աշխատանքային հանդիպման ընթացքում ներկայացրեց, որ ելնելով քաղաքի բնակիչների ու հատկապես ծնողների խնդրանքով վերակառուցված տպարանի շենքը ծառայելու է միայն երեխաներին ու որպես նախակրթական հաստատություն։ Միևնույն ժամանակ հանձնարարեց տեղի ղեկավարներին, որպեսզի գումար հատկացնեն կոսմետիկ վերանորոգման, ինչպես նաև այն բոլոր անհրաժեշտ աշխատանքների համար, որոնք կհամապատասխանեն ժամանակակից չափանիշներին։ Ուրեմն ճիշտն ասած, այս շենքը շատ լավ շենք է, կապիտալ լավ հիմքեր ունի, լավ շենք է։ Մենք առաջ որոշել էինք այդ շենքը, որպեսզի մեր ուրեմն գամգեոբան գնա այնտեղ վերանորոգումից հետո, բայց քանի որ այսօր մանկապարտեզ գնացող երեխաների թիվը շատ շատացել է, իսկ դուք գիտեք, որ երեխաները մեզ համար ամենաթանկն են ու ամենամեծ ուշադրությունը նրանց պետք է ներկայացնենք, մեծամասնության ծնողների խնդրանքով մենք որոշեցինք, որ այդ շենքը այս տարի անպայման վերանորոգենք, եվրոպական ստանդարտներով շատ գեղեցիկ մանկապարտեզ սարքենք, որ այդ շենքը դառնա մեր շրջանի քաղաքի համար լավ ինչ-որ եվրոպական ստանդարտներով ամեն ձևի, ուրեմն տաք ջրով, տաքությունով, գեղեցիկ ռեմոնտով, գեղեցիկ մեբելներով, կահույքով, որպեսզի մեր երեխաները ուրախանան։ Իսկ ինչ վերաբերվում է մեր մունիցիպալիտետի գամգեոբայի ուրեմն որ խոսքը ինք տվեք, քանի որ շենքը շատ ծանրաբեռնված է, երևի դուք գիտեք, ամեն ուրեմն սենյակը որ բացում ես իրար վրա են մարդիկ նստած, տեղ չկա նստելու, դրա համար էլ ենք մեր շենք մտածել ենք, ես վարչապետի պետք է հանդիպեմ վարչապետի հետ, խոսեմ, որպեսզի ընտրություններից հետո 17 թվականին մեր գամգեոբան գնա այդ մյուս շենքը։ Մեզ հետ հարցազրույցում падգամավորը նշեց, որ մենք անելու ենք ամեն ինչ, որպեսզի մեր փոքրիկները իրենց առօրյան սկսեն նախակրթական հաստատություններում եւ ունենան հիշվող ու անմոռանալի մանկություն։ Չէ՞ որ նրանք են մեր գալիք սերունդն ու ապագան կերտողը, իսկ նրանց լավ ապագան մենք ենք ստեղծելու։ Պետական գնումների ծառայությունում եւ Հեշտիայի վարչական տարածքում այս պահի դրությամբ կա թափուր աշխատատեղեր։ Մրցույթը արդեն հայտարարված է եւ մոտ օրերս կանցկացվի։ Հանրային ծառայության բյուրոյի էլեկտրոնային կայք հունվարի 23-ին հայտարարություն տարածեց Գամգեոբայի թափուր աշխատատեղերի մասին։ Ըստ կայքի տեղեկատվության աշխատատեղերից մեկը պետական գնումների ծառայությունում էր, մյուսը Հեշտիայի վարչական միավորում։ Ավելի կոնկրետ գնումների ծառայությունում աշխատելու համար հարկավոր է ավագ մասնագետ, իսկ Հեշտիայի տարածքում Գամգեոբայի ներկայացուցիչ։ Ասեմ, որ Նինոցմինդայի մունիցիպալիտետի Գամգեոբայում կա այս պահին երկու թափուր տեղեր, դա ուրեմն պետական գնումների ծառայության ավագ մասնագետի եւ Գամգեոբելու ներկայացուցիչ Հեշտիայի վարչական միավորում այդ թափուր տեղերն են, որոնք որ հայտարարված են հանրային ծառայության բյուրոյի վեբ կայքի միջոցով հայտարարված են մրցույթ։ Մրցույթին կարող են մասնակցել բոլոր քաղաքացիները, ովքեր որ կբավարարեն նախատեսված սահմանված պահանջներին։ Այս պահին ունենք արդեն 16 դիմում եւ դերևս ժամանակ կա, որպեսզի ավարտվի այդ մրցույթը եւ այնուհետեւ հաջորդ ընթացքը կսկսվի դիմումների քննարկմամբ եւ հարցազրույց կանցկացվի։ Կայքի միջոցով ժամանակը կլրանա, այնուհետև արդեն նոր հնարավորություն կունենա հանձնաժողովը դիմումները քննարկելու, նայելու, թե որ դիմումատուն ինչքանով է բավարարում սահմանված պահանջներին։ Հանձնաժողովը բաղկացած է 5 հոգուց
եւ հանձնաժողովը իր գործունեությունն իրականացնում է, եթե լինում են, ասենք, թափուր տեղեր, այն հանձնաժողովի առընթեր գոյություն ունի, ուրեմն քարտուղարություն հանձնաժողովի, այդ քարտուղարությունը աշխատում է, հայտարարում է մրցույթներ եւ այնուհետեւ հանձնաժողովը քննարկում եւ ուսումնասիրում է փաստաթղթերը։ Ձմռան հունվար ամիսը ոչ միայն խնդիրներ առաջացրեց բնակիչներին, այլև մեծ խնդիրներ եղան ճանապարհահատվածներում։ Տեղացող ձյան ու ուժեղ քամու հետևանքով փակվեցին շրջանի գյուղ տանող ճանապարհները։ Չնայած եւ հրշեջ փրկարար ծառայությունը եւ ճանապարհաշինարար ընկերությունը արտակարգ իրավիճակով տանում է իր մաքրման եւ փրկարար աշխատանքներ, միևնույն է խնդիրը կարծես լուծում չէր ստանում։ Վերջին օրերին Ջաբաքյան ձմեռն իրեն առավել զգացնել տվեց բավականին երկարատև ու անմեծ ձնաբուքը շրջանի շատ ճանապարհների փակման պատճառ դարձավ։ Այն աստիճան, որ նույնիսկ դրամակրող տեխնիկայի ու հրշեջ փրկարանների համար որոշ համայնքների ճանապարհների մաքրումը բավականին դժվար էր։ Նույնիսկ եղան դեպքեր, երբ մարդիկ մինչև 20 ժամ դրսում մնացին գիշերեցին ու հաջորդ օրվա լուսաբաց տուն տանող ճանապարհին դիմավորեցին։ Դարոժնիկ ընկերության տեխնիկան ձյան հասչերտի ճանապարհն անզոր էր ազատել։ Ասեմ, որ եթե հարց կա բարձենալու, իսկականից բարձենալու բան չունենք, շատ շնորհակալին։ Ամբողջ ոչ թե միայն կանծայի, այլ բերի զոնաներին, որովհետև նրանք ավելի վատ վիճակի մեջ էին իր հարցերով, շատ հոյակապ, մեծ հոգատարություն։ Ոչ թե միայն այս մեր տարածքում, այլ նույնիսկ մինչև Ծալգան, որ այս տարի առաջի անգամ ես այսքան տարվա մեջ տեսնում եմ հունվարի մեջ Թբիլիսի Բագդանովկա Նինոսմինդա այս ճանապարհը բացելնի չերես Ծալգա։ Սա հրաշք է, հոյակապ, ամեն հարցում։ Գյուղացիների այս վատ պայմանների մեջ էդել եթե ճանապարհների փակ լինի, դա շատ մեծ դժվարության հետ կապված է, եւ ֆինանսապես, եւ հիվանդի հարցերով, եւ ամեն հարցերով։ Ես իմ հերթից հատուկ շնորհակալություն եմ հայտնում բոլոր ճանապարհամախրոնին, մեր ղեկավարությունից։ Իսկ Թբիլիսի Նինոսմինդան դա առավել եւս այս տարվա համար մեծ նորություն էր։ Եվ այս տարի բավականին խիստ է ձմեռը, բավականին խիստ էր։ Տեղումների քանակը շատ մեծ։ Դե բնականաբար բարձրալեր գոտում 2040 մետր բարձրության վրա ամեն օր քամի, բուք, բնականաբար նույնիսկ ոչ թե ասենք մի ժամով կարող է կես սուտկայով փակելնի, բայց ոչ ոք այս պահին մինչև այսօր ոչ ոք ճանապարհ դուրս չի մնացել, ոչ ոք մնացած չէ դուրս, որ ասենք գնացել են ինչ-որ ուրիշ տեղ մնալու, ապրելու եւ այլն հարցեր, նման հարց չի գրանցվել։ Ամեն եւ ոչ աշխատանքային օրեր, ոչ աշխատանքային օրեր աշխատում են, ես այդ կամպանիայից էլ հատուկ շնորհակալություն եմ հայտնում, որովհետև այս դժվար պահերը ես լավ եմ տեսել, այս չարչարանքները շատ եմ գնացել, բնականաբար ինձ համար շատ մեծ նորություն է։ Աջ Վրաստանում ծրագրի հիմքը դրվեց 2017 թվականի սկզբին, որի գլխավոր ֆինանսավորումը կատարեց USAID միջազգային կազմակերպությունը։ 5-ամյա ծրագիրը կօգնի տարածաշրջանում զարգացնել տնտեսական պայմանները։ Սույն թվականի հունվարի 9-ից ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ սկիզբ դրվեց մի նոր նախագիծ, որը կոչվում է Աջ Վրաստանում։ Այն հնգամյա ծրագիրը, որը հետագայում կխթանի եւ աջակցություն կբերի տարածաշրջաններում կայուն տնտեսական զարգացմանը։ Այս կապակցությամբ այսօր Նինոսմինդայի Գամգեոբայի գյուղատնտեսական բաժնում անցկացվեց հանդիպում գյուղական համայնքների լիազորների հետ։ Անպայման պրոյեկտները կազմվեց բիզնես պլանները։ Պրոյեկտը ներկայացնենք դեպի USAID կազմակերպությանը, USAID կազմակերպությունը նորից իրեն առանձին ջուղը, որը կազմվում է գյուղատնտեսությունով, հենց այդ ջուղով, այսինքն մալինա, կրոժովնիկ, սմարոդինա, հետո մյուս պրոյեկտը բանջարապոստանային տարբեր կուլտուրաների մշակման համար, եւ այդ ամեն երեք պրոյեկտներից, այսինքն մենք ունենք 5 գյուղական համայնք, 5 գյուղական համայնքից պիտի անպայման գոնե առնվազն ամեն համայնքից մեկը հաղթի, որպեսզի այդ ծրագիրը շարունակվի։ Եվ դից հենց այդ ցիրես ներկայացուցիչը Բենոր Կարոնը ինքս որ բաղդադի ձևով ցամփե ծավալի Նինոսմինդայի շրջանից երկու ամենակիչը 5 պրոյեկտ նիկենտունի Արարատին ամեն գյուղական համայնք ասկի մեկ-մեկը ամենահաջող ծրագրերը, որոնք որ բիզնես պլանը կազմում մարդիկ ընկերների գնան։ Մի որպեսզի արագացնենք այդ գործերը, այդ ընկերների հետ դուք խոսեցեք մի հատ։ Եթե հանկարծ դժվարություն կա այդ բիզնես ծրագիրը կազմելու համար, թող կամ մարդիկ ստեղ մենք իրար հետ նստենք, այդ ծրագրերը կազմենք, այդ տեղերը որոշենք, նամարավանդ որ պետությունը այդ հենց այդ կազմակերպությունը, ոչ կառավարական կազմակերպությունը, իր վրա է վերցրել
ընդհանուր գումարի 70% է, իսկ 30% դա հենց այն մարդը, որ շահագրգռված այդ բիզնեսով զբաղվեն։ Տարածաշրջանային զարգացման նախարարության որոշմամբ Նինոց Մինդայի մայրուղիների հարակից գյուղերում աղբակույտերից խուսափելու համար կտեղադրվեն տեսախցիկներ։ Այդ մասին գյուղական համայնքների Գամգեոբայլի ազորներին հայտարարեց վարչության պետը։ Վարչության պետի կողմից հերթական աշխատանքային հանդիպման ժամանակ նա ներկայացրեց այն հարցի մասին, որ կենտրոնական մայրուղու հարակից գյուղերում ավելնորդ աղբատարածքներից զերծ մնալու համար կտեղադրվեն տեսախցիկներ։ Իսկ թե ինչ ձևով է այն տեղադրվելու կոնկրետ որ մասերում տեղեկացրեց Գամգեոբայլի Գագիկ Կարսյանը։ Պետությունը հենց ռեգիոնալ մինիստրությունը կամերաներ կառաջարկել, որ այդ տեղաները դրանից ամեն մարդը, եթե ապօրինաբար չսահմանված տեղը տանի զիվիլ գլեսը 500 լարի Մենուկ թեթև ներգարում է պետք հաստը վերջացավ, 500 լարի և մունիցիպալիտետը և պատրոլը իրավունք ունին տուգաներում։ Կեսիք վերաբերվի են մարդոցը վերոնքոր մագիստրալին վերային, այսինքն կնա մագիստրալին վերայի զիբիլ մակրողները, ջավախ ավտոբուսային, շիշարին թավլեն մեր թարսը, նեգարեցիք տեղինք տուգանենք իրենցը, կարգնապատկյան կամարդը։ Շատ դեպքեր կան, Օրսենք ճամպան իրեն աբոչինայով իրենցը ճամպուն վերայետ, թոպ ենելու փոխարեն, շաշին գզարգեն թաբլեն երը։ Հաշվիար, որ տիեղ որոշը կամերան ուդի դանիսվի։ Եթե քաղաքը, ասենք, բավականին բարվոք վիճակում է այդ տեսակետից, աղբի արտահանման դեպի, ասենք, պալիգնում, որը գտնվում է Նինոց Մինդայի ծառակալակ կենոցով այդ ճանապարհի հատվածի վրա, Մնացածը մեր տարածքային միավորներում դա Խանչալի, Գարելովկա, Սատխա, Գանձա, Ռադիոնովկա, Փոկա, Գոնդուրա, Ջիգրաշեն և Հեշտիա տարածքային միավորներում գոյություն ունեցող այդ աղբակույտերն են, որոնք բնակչությունը մեր հիմնականում կարող եմ ասել, որ օգտագործում են կամ ասենք կեղտոտում է ելնելով իրենց ցանկությունից։ Հուսանք, որ այդ տեսախցիկները տեղադրելուց հետո մենք բոլորս կսկսենք աղբը թափել սահմանված վայրում, ու այլ մաքրության աշխատանք տանելու կամ մարդկանց տուգանելու կարիք գրեթե չի լինի։ Կամ էլ փորձենք կատարված աշխատանքը պահպանել, եւ հուսանք, որ մի օր մարդկանց մտածելակերպը կփոխվի եւ առաջ կգնա այն գիտակցումը, որ ձեռքի տակ եղած ցանկացած իր չի կարելի գցել այնտեղ, որտեղ պատահի։ Նինոց Մինդայի շրջանում վաղամերիկ Թադևոս Արզումանյանը հայտնի էր որպես դահուկավազքի վաստակավոր մարզիչ կոչումով։ Նա լավ դահուկորդ էր ոչ միայն Նինոց Մինդայում, այլև Հայաստանի Հանրապետությունում։ Նրա վարհիշատակի կապակցությամբ, նրա սաների նախաձեռնությամբ անցկացվեց դահուկավազքի մրցաշար, որին մասնակցեցին ինչպես Նինոց Մինդայի, այնպես էլ Շիրակի մարզի և Բաքուրյանի դահուկորդները։ Հունվարի 29-ին Նինոց Մինդայում մեկնարկվեց դահուկավազքի առաջնություն նվիրված երջանկահիշատակ դահուկավազքի մարզիչ Թադևոս Արզումանյանի հիշատակին, ով մեր շրջանում ու Հայաստանում դահուկասպորտի ոլորտում ստացել է որպես վարպետի կոչում։ Մինչդեռ դահուկորդները կնախապատրաստվեին մեկնարկին, նրա սաները ներկայացրեցին մարզիչի անցած մարզական ուղին և հույս հայտնեցին, որ մեր օրյա սերունդները կկարողանան պատվով շարունակել անվանի մարզիկի ու մարզիչի գործը։ Давай, копецу! Шей есть! Այս մրցաշարը նվիրված է Թադևոս Արզումանյանի հիշատակին, պետք է նշեմ, որ Թադևոս Արզումանյանը հանդիսացել է դահուկավազքի ինչպես Հայաստանի, այնպես էլ Վրաստանի լավագույն մարզիկներից մեկը, ով Նինոց Մինդայի շրջան մտել է սպորտի վարպետ կոչումով, ու այս մրցաշարը կազմակերպել էինք մենք, հանձինս իր հին սաներից, ես, մնացած տղեկը, ու այս ամենը կազմակերպել եմ մեծ հաճույքով, քանի որ
Թաթոր Սարժումանյանը արժանի է նման հարգանքի եւ պատվի։ Եվ պետք է արժանիորեն ներկայացնեմ, որ մենք ինչքան ապրենք եւ գոյատևենք այս սպորտային ասպարեզում, պետք է անպայման հիշենք ու այսպիսի միջոցառում նվիրենք Թաթոր Սարժումանյանին։ Շնորհակալություն բոլոր մասնակիցներից, ձեզանից նաեւ որպեսզի եկաք եւ եղաք մեր կողքին։ Այս շաբաթվա համար նախատեսել էինք այսքանը։ Ստեսություն։